շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, այս եթերին մի քանի թեմաներ կա, որոնց հետ կապված հետաքրքիր է լսել նաև ձեր գնահատականը։ Եվ այսպես Ալիևը վերջերս ըստ էության վերահաստատում է իրենց այն նկրտումները, որ ոչ տանկերով, այլ մեքենաներով իրենք գալու են ճակերտավոր իրենց պատմական հողեր, քարտեզների վրա գոյություն չունի Սևանագիչ, Գագյոյչա, ու այս իրականության մեջ Նիկոլ Փաշինյանը օրինակ երեք լրագրողներին է ասում, դուք գնացել եք, այդ քարտեզները վերցրել եք, տեսել եք, որ ինչ է ասում Ալիևը, կարող եք հակառակ պատկերն է, այնտեղ գոյություն ունի Հայաստան, Ադրբեջան գոյություն չունի։ Ես չգիտեմ, այս խղճուկ, այս անդրադարձերը, արձագանքները Ալիևին ինչի դրսևորում է ձեզ, եւ Ալիևի այսպիսի հայտարարություններն արդյոք պատասխանն են Փաշինյանի ճակերտավոր խաղաղությանը։ Ամեն ինչը, ամեն մյուս խոսքի պատասխանն է, նորություն չէ, գիզիչ ճշմարտություն է արդեն, թե ինչ վիճակի մեջ ենք գտնվում։ Քանի գա հարևան երկրի բռնապետը եւ բռնապետությունը, որը բահում է մեր հայրենագիցներին աբորինի անիրավ վիճակում, որը զավթել է մեր հայրենիքը, որը կանտում է ոչնչացնում է մեր վանքերը եւ մեր մշակութային ողջ ժառանգությունը, քանի գա սահմանի այս կողմ ամբողջադիրության ցկտող նմանագող քյութ երևացող չարաջիջի ամբողջադեր խումբ եւ մարդ պիտի ակնկալել, որ այս հրետորաբանությունը շարունակվել է։ Մեր դիմաց ունենանք ստորագրված թուղթ, նախաստորագրված թուղթ, թափահարվող, չգիտեմ, խաղաղության խոստում, սա եղել է, գա եւ պիտի շարունակվի, քանի թե այս իրականությունն է սահմանի երկու կողմը։ Դրան պիտի պատրաստ լինենք, պիտի գոփվենք եւ այդ վիճակը քոնե սահմանի այս կողմը պիտի ժամից շուտ արդեն փոխենք։ Ալիևը երբ այսպիսի հայտարարություններ է անում, բարձ է, չէ, որ իրենք որևէ խաղաղության մասին մտածել անգամ չեն ուզում, չկա խաղաղություն, որով կերակրում է Փաշինյանը, հետևաբար այս իշխանությունները, այս կես խաղաղությամբ, իրենք ուր են մինչև ուզում տանել մեզ ու հայ ժողովրդին, մեր երկիրը։ Ինչ որ օրը բահ թելատրի, այդ օրը նորարար, պոստմոդեռնիստ, ղեկավար, աշխարհի, չգիտեմ, մեծ բեմում դերակատար լինելու այդ բادرանքը իրականացնելու համար, կարող է ենթանպատակները, թիրախները փոխվեն, բայց այդ իշխանությունը ուզում են բահել, չնայած իրենք են, որ հանցնել են հայրենիք, որոնք դրժել են սահմանադրական ուխտ, որոնք պատճառել են հազարավոր հայ տղաների եւ աղջիկների զոհաբերությունը եւ որոնք փաստորեն մեր հանրապետությունը դանում են հանրապետություն չլինելու հերանեկարով եւ սա համապատասխանում է թե Ադրբեջանի, թե Իրավակ եղբոր պետական շահերին, որոնք իրենք իրականացնում են մեկ պատերազմով, մեկ համբերատարությամբ, բայց բոլոր դեպքերում խաղարկելով իրենց ենթակա capitulation-ին գնացած, collaboration-ի մեջ գտնվող այս իշխանությունը եւ իշխանավորին։ Դրա համար պետք չէ զարմանալ, պետք է զարմանալ ուղղակի նրանում, որ աչքերդ փակես, լսես տեքստերը, դա լինի, չգիտեմ, գործող ղեկավար, թե նախարար եւ այլն, դրանք ուղղակի տեքստեր են, որոնք ներկայացնում են մեր հագարագործ, մեր թշնամի, մեր հարևան պետությունների շահերը։ Եվ պիտի քաղաքացի, շարքային քաղաքացի վերցնեն թիրախ, թե ցանկացած համայնքի ղեկավար, որը իրենցից չէ, եկեղեցի, հոգևորական ղեկավարություն, որտեղ որ գա այլախոհության կամ ազգային արժեք ապահովելու հնարավորություն, դա իրենք պիտի վերցնեն թիրախի տակ, օգտագործելով անամոթաբար մեր պետական օրգանները, մեր անվտանգության մարմինները, որոնք փոխանակ սահման բահեն, մեր արտաքին անվտանգությունը ապահովեն սպառնալիքներից տարբեր տեսակի,
իրենք ուղղակի դառնում են մի մարդու ինչ որ մգան ցույց տալու եղանակ, դիմակ հակնեն, թե դիմակ չհակնեն, այսինքն այդ մարմինները, այդ օղակները, այդ իշխանություն, որ չկարողացավ սահման բահել, որը հանցնեց հայրենիք, առաջի անգամ պատմության մեջ Արցախը ոչ հայկական դարձնելով քոնե իր բնակչությամբ, իրենք ուղում են այդ իրենց տղամարդկության բազուկը, իրենց ակլորացած, չգիտեմ, ներկայությունը դեպի սեփական քաղաքացին։ Եվ դա օգի բայթելու է, որտեղ կարող ես վախեցնել, կարող ես ասֆալտով խաբել, կարող ես դարբեր տեսակի մտավարժանքներ անել, լեզվավարժանքներ, բայց ի վերջո քաղաքացին իմ կարծիքով պիտի հասկանա, որ այսպես երկիր չենք պահելու, այսպես իրականացնելու ենք արդեն Բաքվի, Անկարայի, միջազգային այլ հետաքրքրությունների եւ առաջի հերթին իրենց դրածո Հայաստանի իշխանիկների շահերը եւ դա բարձրապես հայոց իրավունքը պահանջում է, որ այլևս չզիջենք, հայոց իրավունքը, Հայաստանի իրավունքը դա մեր իրավունքն է բանեցնելու, հետաբնտելու, բարձրաձայնելու, իրացնելու, մեկ-մեկ ձախողելու, բայց նորից շարունակելով այդ պայքարը, այդ իրավունքը այն արժեքը չէ, այդ լծակը չէ, որը դու դաս թշնամուն, որ ինքը քո իրավունքը ազատության, տարածքային անփոփոխականության, ինքնորոշման, ինքը իրացնի մեր նկատմամբ։ Անհետեթություն, ուղղակի անպատկերացնելի իրավիճակ, երբ թե միջազգային հարաբերությունների մեջ, թե օտար ամբիոնների առաջ ոչ թե հակառակորդն է, որը բարձրաձայնում է իրենց թեզերը եւ իրենց շինզու բանջները, այլ Հայաստան ներկայացնող անձինք իրենք են, որոնք արդարացնում են յուրաքանչյուր քայլ այդ օտարի կողմից։ Եվ սա բարձրապես պիտի վերջանա եւ այդ թիրախավորումը թող թիրախավորեն, թող բան նստեցնեն, մեկ-մեկ փորձեն սպանել անգամ, բայց իմ կարծիքով ի վերջո այս ամեն ինչը բերելու է ոչ միայն իրենց վախճանին, որը անխուսափելի է, այլ այնպիսի հարվածի տակ դնելու է Հայաստանի բուն հանրապետությունը, որը հաջորդները մեծ դժվարությամբ պիտի կարողանան քոնե մեկնագետին զերոյական վիճակի բարձրացնեն։ Պարոն Հովհաննիսյան, այն իրականության մեջ, որ մենք այսօր Բաքվում ունենք խոշտանգող մեր հայրենակիցներին, ռազմագերիներ, Արցախի ռազմաքաղաքական գործիչները, պարզապես զինվորներ, պարզապես արցախցիներ, հայ մարդ, այն, որ մենք ունենք անհետ կորածներ, չնույնականացված մասունքներ, հիմա իրենք փորձում են մեզ կերակրել ադրբեջանական ցորենով, տեսեք ինչ բարեկամություն ենք այլևս հաստատում, ու այսպես մանիպուլացնելով շնորհակալություն հայտնում Ալիևին դրա համար, խնդրեմ սա ինչի դրսևորում է ձեզ եւ սա ակնհայտ է, չէ, որ այլևս Ադրբեջանը բաց իր աջակցությունն է ցույց տալիս Փաշինյանին սպասող զարգացումների ֆոնին։ Դա ակնհայտ է, համաձայն եմ, պայմաններ ստեղծում է, որ ինքը փորձի երկարացնել իշխանությունը, բայց մեկ-մեկ նաև սաստում է, նաև անգամ այդ հլու հնազանդ ենթակա գեցվածքը իշխանություններին չի բավականացնում ղեկավարներին արտասահմանյան եւ իրենք սաստում են այդ նույն Սևանա լիճի Գեղամաձովի բահով, դա եղել է ժամանակին, բայց դա հիմա է արվում ցույց տալու համար, որ ազդակ տալու, որ այս մարդիկ պետք է իրենց գործը կատարեն, իրենց խոստացածները իրացնեն եւ Հայաստանը թողնեն որպես անդեմ, անինքնություն, առանց արտաքին սահմանների մի փոքրիկ քաղաքպետություն։ Դրա համար ես կարծում եմ, որ այս վիճակը շարունակվել է այսպես, պիտի շարունակ լսենք այդ անդուր արտահայտությունները, պիտի փորփոքվենք, պիտի բողոքենք, պիտի վերհիշենք, բայց պիտի չշեղվենք մեր բուն նպատակից հիմա, որ այս վիճակը չի կարելի հանդուրժել եւ առանց կոնկրետ մարդկանց եւ կոնկրետ նմանագող բզդլիկ այս իշխանության փոփոխության այս ամեն ինչը շանս չունի բարեփոխվելու։ Շանսը միայն է հնարավորությունը, որ մեր ժողովուրդը ի վերջո ուժ գտնի բանաձև միաբանություն փոխելու այս վիճակը եւ այս մարդկանց։ Իսկ ցորենի մասով, այսինքն ցորենը այնքան
աննշան է, որ ասի ակնհայտ է, այսինքն այդտեղ ավելացնելիք չկա, դա խաղարկում է ցույց տալու համար, որ փոխադարձության սկզբունքը գործում է այս միջանցքի բահով, երբ որ արդեն իրենց ուզած ճանապարհը աբաշրջակվի, միջանց կոչվի, ըստ էության միջանց դառնա, պիտի ցույց տան, հիմա փոխադարձություն եղել է, տեսեք ծորենը, բայց դա փոխադարձության բադրանք է, ծխածածկույթ է, որ փոխադարձությունը նշանակում է, որ նույն այդ ճանապարհը, որը անցնում է Հայաստանի Հանրապետության տարածքով, այդ նույն այդ ճանապարհի շարունակությունը Նախիջևանով, թեպի Երասկ, թեպի Գյումրի, թեպի Թուրքիա եւ Արևմտյան Հայաստան, դրանք նույն ռեժիմով, նույն կանոնակարգով պետք է փոխադարձաբար կառավարվեն եւ ոչ թե այս հերվից եկող սուտ, այսպես աբացույցը, որ իբր թե փոխադարձություն կա։ Եվ նորություն չէ 92 թվականին, երբ որ մենք հնարավորություն ունենք Բարսկաստանից ծորեն վերցնել, երբ որ Հայաստանի բաշարները արդեն նվազել էին, Հայաստանի իշխանությունը գնաց Թուրքիայի ճանապարհով եւ այդ ժամանակ եւս մեծ բարի խոսքեր գնացին այդ նույն Թուրքիային, որը ամեն ինչ անում էր Հայաստանի նսեմացման եւ ոչնչացման համար։ Այդ օրվա համար նորություն է, այդ օրվա համար շնորհակալության հնարավորություն, մեծ դիվանագիտության փաստարկ, բայց իրականում դա նախապատրաստում է հայոց հանրությունը նրան, որ իրենք ասեն, որ դա փոխադարձությունը գա, տեսեք, մինչդեռ դա փոխադարձության հակառակ է։ Մեր ռազմագերիների մասով Բաքվում այս սապորինի շինսուկ եւ ստատական պրոցեսները, որ ընթանում են, խնդրեմ Ռուբեն Վարդանյանը իր որդու հետ զրուցել էր եւ 3 կարևոր ուղերձ փոխանցել։ Արցախը եղել է կա ու կլինի, հավատա ինքդ քեզ որպես Աստծո մի մասի, բարության եւ լույսի, իսկական հերոսը նա է, ով կարողանում է հույս վառել այնտեղ, որտեղ հույսի շող չկա։ Նա ով դառնում է հենարան ուրիշների համար եւ նրանք կորցրել են հավատը։ Խնդրեմ, այս մարդիկ անգամ բանտված ինչ ազատել, քան այս իշխանությունները։ Խնդրեմ։ Այո, ունենք հայրենագիցներ, ովքեր ամենաանմարտկային պայմաններում բախվում են Բաքվի բանդերում, մի փոքր այլ պայմաններ, բայց նույնը սկզբունքներ, որ հայրենի երկրում ունեն քաղաքական բանդարգյալներ, իրենց խոսքի, իրենց ազատությունների իրացման համար, որ այսօր նստած են, եւ փաստորեն երկվորյակ իշխանություններ բահում են այն մարդկանց, ովքեր արժեք են ներկայացնում մեր երկրի համար եւ ոչ միայն։ Եվ երեկվա ուղերձը դրա փայլուն օրինակներից մեկն է, ով այդ խոշտանկումների խորքից բանաձևեց նորից հույս չգդրելու հրամայականը որպես մարդ, որպես հայ ապրելու այսպես հավատամքը եւ մեծ ուժի դեր մարդու այսպես գարջ հիշեցումներն էին սրանք, ինքը կարող է շատ ավելի երկար ասել, ինքը ասում է նաև ուրիշների նկատմամբ, ովքեր նույն բանն են ապրում իրենց ամենօրյա չարչարանքի մեջ, բայց չեն արտահայտում։ Դրա համար ինքը արտահայտում էր թե իր համար, թե բոլոր իր հայրենագիցների համար, ովքեր այս վիճակի մեջ են, եւ առաջի հերթին մեզ համար, թե մեր կյանքը ինչով է իմաստավորվելու, եթե այսպես շարունակենք մեր խղճուկ գոյությունը, որի աբական արդեն երևում է, եւ դա վայրեջք է, դա գեղձի բղձության հիման վրա քայլեր են վերցնել ցանկացած ոլորտ, հոգեվոր, քաղաքական, տնտեսական, արտաքին քաղաքական, դիվանագիտական, անվտանգության եւ ռազմական հարցերի ամբողջական դաբալում պրավալ է, եւ սա այս իշխանության այսպես տարբերանշանն է, բրենդն է, ինչպես պրավալի դանել, ինչպես դաբալման դանել սեփական պետություն։ Ու այստեղ բարոյականության որ նորմերի շրջանակում է տեղավորվում եւ այս մարդիկ այնտեղ են, իրենք դեռ շնորհակալություն են հայտնում Ալիևի, դեռ հպարտորեն խոսում որ Էրդողանին հրավիրել են Հայաստան։ Ոչ մի։ Ոչ մի։ Ինչ շարունակեմ, ոչ մի բան, ոչ մի դեղ չի տեղավորվում, թե հայրենիքի գորուստը կարող եք ասել, թե հենց հիմա մինչ խոսում ենք մեր եկեղեցիների, վանքերի, մեր
քաղաքագրթական ժառանգության քանդումն է, ոչնչացումն է, մերժումն է, հերկումն է, որը թե դեղում է ֆիզիկական, թե միջազգային խորհրդաժողովների ժամանակ, միջազգային դիվանագիտության մեջ, այդ ամեն ինչը իրենք շարունակում են ցեղասպանել, ոչնչացնել, հնդածս ամեն օր։ Իսկ այս իշխանությունը ուղղակի թե ստորագրությամբ, նախաստորագրությամբ, խոսքով, բանով, գործով մեղսագից են, մեղավոր են իրենց հետ մեկտեղ եւ որը վերցնես եւ շարատրես, դրա համար չի դեղավորվում եւ որ չի դեղավորվում, ուրեմն նոր վիճակ պետք է ստացվի։ Կամ եկեղեցու դեմ այս կեղտոտ արշավի, որը իրենք իրականացնում են, երեք ճեպազորեցի ժամանակ կառավարության նիստից հետո, դե գիտեք ինքը Ավազանի անունով է կոչվում վեհապարի, ասում է մենք կաթոլիկոս չունենք, չգիտեմ ես խայտարակությունը, այս իրողությունները ինչի դրսևորում են։ Այն ինչ որ դուրս է գալիս այդ ուխտադրուժ բերնից առաջի հերթին վերաբերում է հենց իրեն։ Այո, որպես զավակ հայարակելական Սուրբ Եկեղեցու, ես էլ կարող եմ այս կամ այն խնդրի վերաբերյալ բողոք ունենալ, դժգոհություն, կարող եմ որպես քաղաքացի վերլուծել եւ ասել, որ եկեղեցին իր մեջից պիտի բարեփոխվի, ավանդույթները բահելով հանդերձ պիտի արդիականանա, երդասարտության հետ ավելի առնչվի, լինի հրաբուրիչ, լինի սուրբ, ես համաձայն եմ, նյութաբաշխությունը խնդիր է որոշ հոգևորականների մոտ, անցյալում քաղաքական ճնշումների ենթարկվել է նույն եկեղեցին եւ չի կարողացել դիմադրել։ Դրա համար կան տարբեր օրինակներ, բայց դու ով ես, որ նստած այդտեղ այս կամ այն դատողություն ես անում։ Երբ որ խոսում ես պետք է փոխվի վեհապարը, երբ որ ժամանակը Աստված որոշի, կփոխվի, բայց մինչ այդ գործող վարչապետ պետք է փոխվի։ Այդ գործող վարչապետ Աստվածը պիտի մտածի իր սեփական գուսագրոնության մասին, իր սեփական նյութաբաշխության մասին, իր սեփական իրավադյացության մասին։ Եվ այստեղ է, որ մի կողմից մեկնում են, մեջբերում են Սուրբ Գիրքը, մյուս կողմից ուղղակի հագոտնյա քայլեր եւ ապրիլացև են ցույց տալիս ամբողջ աշխարհին եւ առաջի հերթին Հայաստանի հանրության։ Դրա համար դրանք գեղձ առաջարկներ են, առաջի հերթին ինչ այդտեղ փչում է այնտեղից, վերաբերում է հենց իրենց բումերանգի սկզբունքով, միաժամանակ պետք է ասել, որ եկեղեցին ինքը պետք չէ արի տա, որ նման մարդիկ, որոնք գտնվում են ամբողջական սնանկության մեջ, այս կամ այն դեղից բռնեն եւ փորձեն ինչ որ վիճակ փոխել, ինչ որ աղանց ստեղծել, չգիտեմ, այլընտրանքային եկեղեցական շարժում, եկեղեցին ինքը պետք է ոչ միայն ամուր մնա ժողովրդի արժեքների դերը, բայց միաժամանակ ինքը պիտի իր ներսից ուժ գտնի վերափոխվելու, կատարելագործվելու, քննադատություն ընդունելու եւ նաեւ դրա հիման վրա գործելու գառուցողական սուրբ եկեղեցու նման։ Դրա համար կարելի է սպասել, որ այս բարբաճանքները, չգիտեմ, այս խոսքերը կշարունակվեն, բայց չմոռանանք, որ հենց որ այդ բանը բացվի, այդ բերանը, դա վերաբերում է ինչ որ այնտեղից դուրս է գալուս այդ արդաթորանքը կամ արդահոսքը, ինքը վերաբերում է հենց իրեն, իր հետաքրքրին, իր շրջանակին, իր բահվածքին, իր հագարժեքներին։ Տեսեք, պարոն Հովհաննիսյան, ըստ էության եկեղեցին իր բարձունքի վրա է, այնքանով, որ եթե չէ մարդիկ կան, որ ասում են, գիտեք, վեհապարը պետք է կոշտարձագանքի կամ հայրաթորը, ըստ էության ոչ վեհապարը, ոչ եկեղեցին քաղաքական գործոններ չեն եւ վեհապարի ուժը հայ ժողովուրդն է, այսինքն հակազդեցությունը այս կեղտոտ նենգ արշավի պետք է հայ ժողովուրդը տա։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը եւ այդ ինչպես մայրաթորներ արձագանքել Սուրբ Պատարագի անվան ներքո իրականացվող սրբապիղծ արարողակարգերը Հովանավակում այս կիրակի նաեւ Տալինում ինչի դրսևորում են եւ տեսնենք որ չի կարողանում անգամ մարդ հավաքել ինքը։ Ինչ լինելու է եւ կլինի։
եւ թե քանի արար պիտի անցնենք, քանի բլձված խորաններ պիտի դեսնենք, հետո նորից սրբակորձման ենթարկենք, դա արդեն ոչ թե թվապանություն է, դա արդեն մեր ապրելիք կյանքի այսպես դրվագներն են լինելու։ Մեզ զրկել են մի ողջ հայրենի եզրից Արցախ անունով, որտեղ կային հարյուրավոր սրբավայրեր, հազարավոր, որից զրկեց մեզ այնտեղ աղոտ կասելու, այնտեղ մեր աղոտները բարձրացնելու, մեր ինքնությունը դոնախմբելու, եւ հիմա արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում հատ փորձում է գտնելով թույլ օղակներ, գարկալույց ըստ էության կամ ի պաշտոնե գարկալույց այսպես երիտասարդներ, որոնք ինչ-որ նեղացվածություն ունեն, ստեղծել այնպիսի վիճակ, որ իբր թե այդ 4 բադերը նաև պատկանում են իրեն։ Եկեղեցին 4 բադ չէ, եկեղեցին ժողովուրդն է, եկեղեցին մեր ողջ քաղաքակրթական պատմությունն է եւ ապական, եւ թե այսօր մի տեղ, վաղը մյուս տեղ, այն մյուսը երրորդ տեղ, ես ասել եմ, որ մեր սրբաբլձված եկեղեցիները արդեն Արցախում, երկար տարիներ Նախիջևանում եւ հատկապես Արևմտյան Հայաստանում սրբաբլձվել են, քանդվել են, ինչ մնացել է անի մայրդաջարը թե մեկ ուրիշը նամազի հավաքավայր եղել է։ Կուզեմ ասել, որ մեր եկեղեցին վարժ է բոլոր եղանակներին, մեր եկեղեցին գիտի իր սխալներից դասեր քաղել, ուժեղանալ, ամփոփչանալ եւ վերաբրել հույս տալով, հավատ տալով եւ սեր փաշխելով մեր ժողովրդի կյանքերում։ Դրա համար պիտի սպասել, որ իրենց փորձը դա է ցուցանում, պիտի շարունակեն բողջման գործընթացը որքան հնարավոր է, բայց արդեն ակնհայտորեն սա արդեն գնում է այսպես հանգուցալուծման իմ կարծիքով, որ խոսում են, թե մեկ ուրիշ ինչ-որ ստիպում է մարդուն ցույցի հավաքի մասնակցել կամ չմասնակցել, մարդկանց հերախոսներին հետևում է, դարիներ անց նստեցնում է բանդը, հենց իրենք են, հենց այս օրինակով, որ ցույց են տալիս, ինչպես ստիպել քո ենթականերին, հանրային սեկտորի աշխատողներին, մարզպետներին, քաղաքապետներին, գյուղապետներին ներկա լինել ինչ որ մի բادرակի կամ մի արարողության, որտեղ իրենք երբեք չեն մասնակցել ոչ այնտեղ հովանավանքում, ոչ ընդհանրապես, իսկ հիմա վերջապես բոլորը հավաքվել են այդտեղ։ Հիմա եթե այդտեղից մի հատ դարձի եկող հայ քրիստոնյա լինի այդ հազար մարդուց կամ 500 մարդուց, ուրեմն կարելի է ասել, որ արժեց այդ մի հոգին փրկելը, բայց այսպես գնում ենք ընդհանուր այսպես սնանկության, սրա վերջը տեսնելու ենք, մինչ այդ մի քիչ ցավելու ենք, դարաբելու ենք, փորփոքվելու ենք եւ ուղղակի փորձում ենք ուղղակի գորալ մեր անհանդուրժ ժողականությունը այս ամեն ինչին, որտեղ մենք տեսել ենք սա Օսմանյան գայսրությունում, տեսել ենք ռուսական, այլ գայսրություններում, տեսել ենք Ադրբեջանում եւ Թուրքիայում ժամանակակից, բայց հիմա արդեն ներսից այս մարդիկը ցույց է տալին, որ հայ ազգի մարդը նույնպես կարող է այդ նույն օդաշահը իրականացնել։ Պիտի համբերենք, պիտի դոգանք, պիտի իմանանք, որ շուտով կգա հանգուցալուծումը եւ այդ բահին մենք բոլորս պետք է պատրաստ լինենք, որ Հայաստանի Հանրապետությունում գտնվում մեր սրբավայրները չդառնան անի մայրդաջար իր հերանեկարով եւ էությամբ։ Եվ տեսեք, եթե Հայաստանն օպերատիվ կերպով միջանցքի բացման մասին որոշում չկայացնի, Ադրբեջանը ստիպված կլինի ուժով մաքրել միջանցքի տարածքը։ Սա հայտարարում է Ադրբեջանի պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը։ Խնդրեմ, այս մասով ձեր տեսակետը։ Ես չեմ մեկնաբանում Հայաստանի թվացյալ իշխանին, իրեն չեմ, այս մարդուն չեմ մեկնաբանում, բարձրապես ասեմ, որ ըստ էության իր ասած արդեն տեղի ունեցել է։ Դրա եզրույթը կարող է թաքցնում են, միջանցք չէ մեկ ուրիշ բան է, բայց այս իշխանությունը արդեն դվել է թղթի վրա, քաղաքապարի մեջ, խոստման դեսկով, հանձնարարության հանգույն դվել է այդ ճանապարհը,
հիմա դարբեր այսպես վերնակրել, խորակրել, չգիտեմ, ծխածածկույթ ունի իր վրա շղաշած, բայց հիմնականում դա դրվել է։ Հարցը այն է, որ առաջիկա շաբաթների, ամիսների մի քանի տարվա ընթացքում հայ ժողովուրդը պիտի ընդունի այդ դվչությունը, այսինքն հայրենիք տվեցիք, հիմա հայրենի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան դարածք եք զիջում, եղած օկուպացվածը հետ չպահանջելով։ Ուզում ասել, սա արդեն եղած փաստ է, եւ մենք պիտի բարձրապես չընդունենք սա որպես գադարված փաստ եւ մեր առաջիկա քաղաքացիական, հոգեվոր եւ քաղաքական քայլերով ասել, որ սա արվոչինչ է, սա վավեր չէ եւ ինչ որ աստվածադուր չէ, ինչ որ իրավական չէ, ինչ որ չի փխում Հայաստանի սահմանադրությունից, տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից եւ քաղաքացու ազատությունից, դա հայկական չէ եւ դա ուժի մեջ չէ։ Բայց մենք տեսնում ենք, չէ, որ իրանք անդադ ասում են դա միջանցք չի, դա թրիփ է, թրիփն է, Թրամփի անունով, որ Թրամփն է խոսել, որ մեծ պատիվ է իմանալ, որ այդ անունն է գրում, նույն զուգահեռ իրականության մեջ Թուրքիան ու Ադրբեջանը խոսում են այս միջանցքի մասին։ Դա ասի ոչ միայն դա ասում, ով հայոց պետությունը իր ղեկավարներով, իր պաշտոնական ներկայացուցիչներով պիտի պահանջեր Արցախահայության երաշխավորված վերադարձի իրավունքի իրականացումը միջազգային երաշխիքների ներքո, ինքը պիտի բարձրացներ մեր ռազմագերիների, մեր բադանտների, մեր ղեկավարության ազատ արձակումը։ Ինքը ամեն ինչ անում է իր այսպես թվացial դիվանագիտական այսպես ցածկերով, մտավարժանքներով, այդ բանը չանել։ Մենք ունենք վերադարձի իրավունք, բայց իրենք են, որ հիմա արդեն շրջանառության, հետևողական շրջանառության մեջ դնում են իրենց 100,000-ների մասին, որ պիտի կան հարավային Հայաստան, վաղ մյուս օրը պիտի կան նաև Սևանա լճի շուրջի գավառները, նահանգները, չգիտեմ, բնակավայրերը եւ այլն, իրենք են խոսում այդ վերադարձի իրավունք։ Մինչդեռ շատ ակնհայտ է, որ առաջի հերթին Արցախահայության վերադարձի հարցը առանցին հարթության վրա անմիջական լուծման ենթակա պետք է մնա դիվանագիտական հրամայական։ Դրանից հետո, եթե պիտի խոսենք փոխադարձ վերադարձերի մասին, այսինքն հայը Շահումյան վերադառնա, թե Գարդմանք, թե Բաքու, թե Սումգայիթ, այն ժամանակ կարելի է դիտարկել, եթե ադրբեջանցիները ունեն արմատներ Հայաստանի Հանրապետության տարածքում, կարելի է այնտեղ փոխադարձման ծրագրով, պիլոտային ծրագրով փորձել այդ փոխանակման իրատեսականությունը, բայց մինչ այդ Արցախի հայությունը պետք է վերադառնա աներկբա, առանց նախապայմանի եւ երաշխավորված եւ ապահովված, նոր հետո կարելի է խոսել, թե որ հայերը գնում են ծննդավայր Արցախի շուրջը, թե Բաքվում, թե Կիրովաբադում, Գանձակում, եւ որ ադրբեջանցիները հնարավորություն ունենում են գալ Հայաստանի Հանրապետության տարածք։ Մինչ այդ գնում է միագոմանի գրոհ, թե ռազմական, թե սպառնալիքների, թե հավակնությունների, թե միջազգային դիվանագիտական գործունեության, եւ դա անում է Թուրքիան եւ Ադրբեջանը։ Հայաստանի ղեկավարությունը 0 է, չասելու համար մինուս։ Ինքը նստում է եւ մտիկ է անում, թե դիմացը ինչ է ասում, եւ ինքը լրում է եւ դու մտածում ես միգուցե լրելը դա չարյաց փոքրայքույնն է, որտեղ այս իշխանությունը երբ որ խոսում է, ինքը խոսում է ավելի հագահայկական հայոց իրավունքների հագնդեմ, քան անգամ բռնապետ հարևանը կարող էր դա անել։ Բայց իրենց լրությունն համաձայնության նշան է։ Չեմ արտարացնում լրությունը, ասում եմ, որ իրենք լրեն թե խոսեն, սա իսկապես մղձավանջային, ոչ նորմալ, abnormal, շեղված, բղձված, գեղձված վիճակ է։ Այդ վիճակի մեջ ենք ապրում։ Դե դու հասկացիր քո գոյությունը եւ ինչով պիտի սպառվես, դու քո երեխաները եւ վաղվա գալիք սերունդը։ Դրա համար մենք ամեն մեկս պիտի կարողանա արդեն դուրս գալ այդ գեղձ ընդրությունից, որ դե ընդրի այսօրվա խաղաղությունը կամ վաղվա պատերազմը։ Այսօր խաղաղություն խոստացողները իրենք են բերելու պատերազմի, կամ բերելու է
Կամ բերելու են Հայաստանի անբادرազմ հանձնմանը, առանց բادرազմի, կամ եթե լինի թեկուզ մի փոքր դիմադրություն այս կամ այն ուղությունից, այս կամ այն ոլորտում, ուրեմն լինելու է բادرազմ։ Միակ հնարավորությունը խուսափել բادرազմից ունենալ նոր առաջնորդություն, նորացված, լիազորված հասարակություն, որը կկարողանա հետևողական իրադեսական քայլերով մեզ դուրս բերել այս անարժանաբադիվ, անխաղաղ վիճակից։ Միակ ձևը այդ փոփոխությունն է։ Բայց դուք խոսում եք հայերի վերադարձի մասին, այս մարդը ասում է փախստականների վերադարձը չենք կարող օրական վերել, վտանգավոր է, խոսքը մեր Արցախի հայրենակիցների մասին։ Ես քո ձախ ջգուդի եղունգին արժանի չէ, ինքը որ դուք այդ հարցը տա, գիտեմ ինքը խոսում է, դեղ թող ինքը պիտի խոսի, ինքը ծնվել է այդ խոսելու ըստ հարմարության, 10 տարի առաջ, 20 տարի առաջ այլ հարմարություն էր, հիմա այլ հարմարություն է, վա կարող է մի ուրիշ լինի, բայց ինքը եւ իր reality show-ն արդեն պետք է հասնեն իրենց ավարտին։ Շնորհակալություն։ Մերսի։